Ինչ է լինելու հայ գյուղացու բերքը, ինչ հույսով է իշխանությունը կապերը խզում դաշնակցի հետ։ Այս օրերին մարդկանց մտահոգող հիմնական հարցերն են։ Լարսում տես ինչ ա կատարում, ոչ մի բան չեն թողում մեր Ռուսաստան։ Հեսա Ծիրանն ասնում, հետա Գիլասնա, ժողովուրդն է դուսին են։ Պունկտերը հեսա հավող չեն մտել, սա Ղարազյան դաշտը բաղա։ Ինչպես է սկսել են, թե ոնց է գնալ դաշտը։ Մեր ամբողջ գյուղատնտեսությունը իրանց հետ է կախված։ Եվ ընդեից էլ քիչ ապրանք չենք մենք բերել։ 2 միլիոն հայ բնակիչ ունենք այնտեղ, հենց Ռուսաստանում։ Մենք դրա մասին պետք է մտածենք, որ կարող է վաղը նրանց խնդիրներ բարդանա։ Տեղից էլ մեր երկրում կյանքը հեշտ չէ, ապրուստը թանկ է եւ հատկապես մարզերում աշխատանք չկա։ Մի լավ փոփոխություն տեսնելու հույսով ենք ապրում, ասում են, բայց սպասումների ճիշտ հակառակն ենք տեսնում։ Աշխատանք չեն տալի, չեն աշխատում ժողովուրդը, գործ չկա, հələ տանկությունն էլ դնում ա մեջ։ Այսքան բանից հետո մարդկանց այդ ոնց որ ասեց քվեն տալիս են, որ вообще կործանվել շտոլի։ Աշխատելու տեղ չկա, բան չկա, վերջը այդքան թանկացնելով որդի կհասնի։ Շուկան շատ է թանկացել։ Այն ընդունալ նույնիսկ այսօր մեր բաբիդորը, վարուկը չեն Ռուսաստան չգնան, էլի թանկանում է ավտոմատ։ Փոխանակ Ժանանավո քանզի նրանք չեն տանան, մնում է փչանալու է։ Այն որ առելից է գեվի մարետ հովեր կողայտ է միջոցիկ բարետ հովեր սարի։ Մեր մի քիչ կանգինուա թնգանում։ Շարքային քաղաքացիների մասին հիշում են ընտրությունից ընտրություն, մարդիկ ասում են ոչինչ չի փոխվել։ Ընտրությունից առաջ 10,000-ով բարձրացած թոշակն էլ իրենց կյանքում ոչինչ չփոխեց։ Մարզերի մարդիկ ասում են հանրապետության հրապարակում նստածները թող երբեմն խանութներ մտնեն, գներին նայեն։ 25% թոշակը բարձրացրեցին, մի 60-70% ապրանքի գինը բարձրացրեցին։ Լավ բան չի սպասում նաղդի, այն ինչ որ միջև ընտրություններից հետո ոչ մի ասած ուժի մեջ այդ ավատ։ Որ ես ասար թանկություն ալնում։ 2 օր առաջ զուն առել եմ 70 դրամ, այսօր 79 դրամ։ Այդ աթոռի վրա կլեյք սոսինս կակսված, որ քաղցա երևի այդ աթոռը։ Երևի աթոռը քաղցր է այնքան, որ կարճել ու ոչ մի գնով բաց չեն թողնում։ Զարմանում, զայրանում են մարդիկ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։